Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ ընտանեկան արտ ստուդիոյի հիմնադիր տնօրեն Սաթենիկ Մկրտչյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալություն Տաթև ջան հրավերի համար, բարև ձեզ։ Քանի որ, այսպես ասած, նախատոնական հաղորդում ենք պատրաստում, հունիսի 1-ին ընթരാճ մեր երեխաների համար առողջ, հետաքրքիր եւ այս առողջը համակողմանի, նաեւ նայելու լինենք, որ առողջ հոգեբանական առումով, առողջ ֆիզիկական եւ առողջ սննդի առումով։ Տեղ, որտեղ կարող է երեխան ամբողջությամբ լիցքաթափվել, լավ ժամանակ անցկացնել եւ ամենակարևորը չվնասել իր առողջությունը։ Այսպիսի հաղորդում եմ ուզում ստանանք եւ ներկայացնենք, թե ինչ ենք առաջարկում մեր երեխաներին, այս իմ նշած բոլոր, այսպես ասած, չափանիշներին համապատասխան։ Խնդրեմ ներկայացրեք ձեր կենտրոնը։ Մենք նորաբաց արտ ստուդիա ենք, ընտանեկան արտ ստուդիա։ Ասեմ, որ ընտանեկան արտ ստուդիա ենք ոչ միայն երեխաների համար, մեզ մոտ կարող են գալ ընտանիքներով, կարող են գալ դասարանական խմբերով, ցանկացած տարիքի համար ունենք ծրագրեր հետաքրքիր ու մեր նպատակն է այնպես անել, որ բոլորը կարողանան օգտվել մեր ծառայություններից։ Մեզ մոտ ծնողների մուտքը անվճար է։ Հիմնականում զբաղվում ենք ստեղծագործական ժամանցային ծրագրերով ու մարդիկ հնարավորություն են ընտրելու մի քանի ծրագիր, այսինքն կարող են օրվա մեջ մի քանի ժամ հանգիստ անցկացնել մեզ մոտ, կարող են նաև երեխաներին թողնել մեր հսկողության տակ ու իրենց ընտրած ծրագրով մեր մասնագետները արդեն իրենց հետ զբաղվելու են ամբողջ ընթացքում ու ինչ իրենք պատրաստում են, ձևավորում են, դա իրենք տանում են իրենց հետ, որը երեխաներին շատ ուրախացնում է, քանի որ իրենք տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը ու դա իրենց հետ տանում են։ Առաջին հարցն էլ երևի դա է, չէ՞, սա տանելու եմ տուն։ Շատերը գալիս են պատկերացրեք անգամ ծնողները չեն հարցնում նախապես ու մենք էլ չենք պատկերացնում, իրենք չգիտեն դա տանելու են ու երեխաներին ասում են, օրինակ սա նկարում են կամ խաղալիք ենք պատրաստում, ինչ է կանելու սա, ասում ենք տանելու եք ձեզ, գիտեք ոնց են ուրախանում, փայլուն աչքերով ոնց մեզ ենք տանելու, ասում այո տանելու եք ձեզ, դուք ձեր համար եք պատրաստում ու դա իրենց իսկապես շատ ուրախացնում է։ Մեզանում քիչ նորաձև է դառնում նման կենտրոններ ունենալը, նման ժամանցի տարբերակներ ունենալը, բայց ես գիտեմ, որ ձեր կենտրոնը, որքան էլ ասում եմ նմանատիպ կենտրոններ, ինքը ունի հատուկ առանձնահատկություններ, որոնք իրեն դարձնում են նմանը չունեցող։ Այդ բոլոր առանձնահատկություններն եմ ուզում բարձրաձայնենք, որպեսզի այս պահին մեզ դիտող կամ լսող յուրաքանչյուր ռադիո լսող ընտրի կենտրոնը հաշվի առնելով այն փաստը, որ իր երեխայի համար լավագույն տարբերակն է ընտրում։ Եվ մեր առավելություններից ամենամեծը կասեմ, դա անհատական մոտեցումն է։ Մեզ մոտ ամեն ինչ ընտրվում է երեխաների կամ անգամ մեծահասակների տարիքին ու նախասիրություններին համապատասխան։ Չկա պարտադրվող մուտքավճար։ Այսինքն եթե նախ ֆինանսական առումով, բյուջեի առումով դա դառնում ավելի մատչելի, եթե ինչ-որ մեկ ունի հնարավորություն իր ժամանց կազմակերպել, օրինակ 2000 դրամի սահմաններում կամ 5000 դրամի սահմաններում, լիովին ունի հնարավորություն մեզ մոտ դա անելու։ Նախ դա, հետո երբ որ ինչ-որ խմբեր են գալիս, օրինակ գրանցվում են, մենք միաժամանակ մի քանի առիթ չեն գրանցում։ Լինում է միայն մեկ խումբ։ Այսինքն եթե գալիս են ինչ-որ դասարան կամ թեկուզ ընկերական ինչ-որ հավաքույթ են փորձում կազմակերպել, լինում են միայն իրենք։ Որ մենք ապահովում ենք իրենց նախընտրած ֆոնային երաժշտությունը, որ իրենք կարողանան լիցքաթափվել, որովհետև ստեղծագործական process-ի մեջ դա շատ կարևոր է կարծում եմ, ու ստեղծագործել ինչ-որ աղմկոտ միջավայրում դա այնքան էլ հարմար չի։ Ու մենք փորձում ենք դա ապահովել ամեն ինչ։ Միաժամանակ ամենադժվարը հետո ուզում են գնան կամ ոնց է կանում, որ երեխաները դուրս են գալիս։ Եթե անկեղծ չեն ցանկանում։ Շատ անգամ գալիս են ծնողները տանելու, ասում են մենք էլ չենք ուզում գնալ, կլինի մի քիչ էլ մնանք, ու հետո գիտեք հետաքրքիր փաստը որն է, որ մեր էջում շատերը տեսնում են տարբեր տեսակի ժամանցային ծրագրեր, բնականաբար ծնողը կարող է ընտրի 1, 2, 3 ինչ որ առիթի համար, ու զարմանում են, ասում են բա օրինակ այստեղ դրված է գիպսի արձանիկները մենք չենք նկարելու կամ ինչի մենք տորտ չենք պատրաստում, բա մենք պիցա չենք պատրաստել, այսինքն այն ինչ որ տեսնում են էջում, իրենց թվում է թե իրենք դա բոլորը միանգամից, որ եթե եկել են մեզ մոտ, ուրեմն բոլորը պիտի անեն, ու շատ անգամներ արդեն ունենք դեպքեր, երբ որ խմբով գալիս են ինչ-որ ծննդյան առիթ նշելու, միանգամից տեղում արդեն հայտարարում են, ես էլ եմ իմ ծնունդը անելու, մի քանի օր հետո զանգում են արդեն, գիտեք, մեր երեխաները ձեզ մոտ եղել են ու ուզում ենք հիմա նաև մեր առիթ անենք, ու շատ են արդեն լինում նման դեպքեր։ Դա մեզ ուրախացնում է։ Հաճելի կախվածության մեջ եք, դնում երեխաներին։ Կարելի ասել, այո։ Մինչև քանի հոգի կարող է լինել ձեզ մոտ կամ նաև սրա հակառակ կողմը մինիմում քանի երեխա կարող է, այսպես ասած, խումբ կազմել։
Տեսեք, մեզ մոտ անգամ ծննդյան առիթները, ի սկզբանե ասեմ, որ մեր նպատակը մի քիչ այլ էր, մեր ուղղվածությունը, բայց ինչպես ասում են, շուկան թելադրում էր իր պայմանները։ Մենք ավելի շատ հակված էինք ուղղակի ժամանցային ծրագրեր առաջարկելու, որ գան տարբեր տարիքի, տարբեր խմբերի, ուղղակի միայն ժամանցի, բայց ավելի շատ պահանջարկը դուրս եկա, որ նաև առիթները նշեն մեզ մոտ, բայց մենք ունենք մեր հստակ պայմանները, ուղղակի առիթ նշել, օրինակ ծննդյան առիթ, ասենց մի քիչ կոպիտ ասած ուտել, խմել, ապարել, ուրախանալ, դա չի թույլատրվում մեզ մոտ։ Քանի որ ոչ ունենք մուտքավճար, ոչ էլ դրա նպատակն է մեր, մեր ավելի շատ զարգացնող մշակութային ինչ-որ ուղղությամբ տանելն է դա, ու նոր մի քիչ մտածելակերպ ձևավորելը, որ կարելի է առիթը անել ոչ միայն ուտել խմելու համար, այլ ինչ-որ մի հետաքրքիր բանով զբաղվելու, որ մարդիկ նաև հնարավորություն ունեն միմյանց հետ շփվել, ու ոչ միշտ միայն աղմուկոտ երաժշտություն լինել, կարող ունեն հանգստանալ։ Այո, շատ շատերը գալիս են ու շատ ուրախանում են, որ մեզ մոտ շատ հանգիստ է, որ չկա պարտադրվող բարձր երաժշտություն, չկա ինչ-որ հստակ շոու ծրագրեր, որ անդադ խանգարում են կամ մի տարիքի երեխային հետաքրքիր է, իսկ մյուսին հետաքրքիր չէ, այսինքն իրենք ինչ ընտրում են, միայն իրենց համար կազմակերպվում է հստակ անհատական միջոցառում։ Ու դա շատերին ուրախացնում է այս փաստը։ Ու իրենց համար դա շատ հարմար է։ Ու դրա համար մենք պարզապես առաջարկում ենք, որ ընտրեն ինչ-որ ծրագիր, որ միջոցառման ընթացքում երեխաները նաև ինչ-որ բանով զբաղված լինեն հետաքրքիր։ Ու նորից եմ կրկնում, ամենահետաքրքիր բանը, երբ որ իրենք նվերներով, բոլորը գնում են նվերներով։ Դա իրեն շատ ուրախացնում։ Մեր պայմանները դա են։ Ուղղակի առիթներ անել ոչ։ Եթե հետաքրքիր առիթ, այո, պատրաստ են կազմակերպելու։ Իսկ կարող է օրինակ հյուրերի քանակից ելնելով կամ հյուրերի տարիքային խմբերը հաշվի առնելով տարբեր ծրագրեր ընտրել, միքսել այսպես ասած հիբրիդ դառնա։ Եթե օրինակ խմբում տարբեր տարիքային են, անգամ եթե 10-15 հոգի, օրինակ, ընտրում են ինչ-որ ծրագիր, մենք ունենք ծրագրի ավելի հեշտացված ու բարձրացված տարբերակ, այսինքն տարիքին համապատասխան մենք արդեն տալիս ենք առաջադրանքը։ Կարող է լինի նույն նկարչությունը, օրինակ, եթե փոքր են նկարել, չգիտեմ, մենք օգնում ենք էսքիզներն անել կամ նախապես ենք անում, իրենք դրա վրա աշխատում են, մեծերը նկարում են, մեծերին ուղղորդում ենք միայն, կամ փոքրը կարող է ինչ-որ ավելի հեշտ ինչ-որ բանի վրա նկարի, մեծերը օրինակ կտավներ չլինի, պայուսակ լինի, գլխարկ լինի, տարբերակները շատ են։ Տարիքին համապատասխան մենք արդեն ծրագիրը բացատրում ենք, որը ոնց անենք։ Նաև առավելագույն հյուրերի քանակն եմ ուզում խնդրել նշեք։ Ուրեմն առավելագույնն էլ ասեմ, նվազագույնն էլ, եթե մինչև 50 հոգի մեր տարածքում հնարավոր է, եթե օրինակ տարբեր ծրագրեր վերցնեն, ասենք մի 20-20, 10 հոգի, մենք ունենք, այսպես ասեմ, սրահը բաց սրահը բաժանված 3 զոնաների։ Ունենք խոհարարական տարածքը, զոնան, որտեղ խոհարարական մաստեր-կլասներն են արվում, ստեղծագործական նկարչությունը, մոդելավորում նման բաներ ու նաև ընտրելու, ճաշելու հատված ունենք։ Եթե նայած իրենք ինչ ծրագիր են ընտրում, հնարավոր է ունենք մինչև 50 հոգի, 3 մասի բաժանված, իրենք տարբեր ծրագրեր վերցնեն, տարբեր տարիքների լինեն ու մինչև տեղավորվեն։ Իսկ մինիմումը ընդունում ենք 5 հոգուց, 4-5 հոգի։ Իսկ տարիքային խմբերը մինչև քանի տարեկան հյուրեր եք ունենում կամ եթե հիշեք վերջին այսպես ասած ավագ եւ ամենակրտսեր հյուրի տարիքը։ Տարուկես 2 տարեկան են լինում, որը մենք անկեղծ ասած մեր ծրագրերը 4+ են նախատեսված։ Եթե ուղղակի ինչ-որ առիթ է հյուրերի տարիքայինները տարբեր են, դա մենք ընդունում ենք, բայց հիմա շատ հաճախ օրինակ զանգում են մանկապարտեզների համար են հարցնում 2-3 տարեկան, անկեղծ ասած այս պահին մերժում ենք, որովհետև ես մի քիչ այլ կերպ եմ նայում դրան, դա անհատական մոտեցում պիտի լինի, եթե օրինակ գալիս են 15-20 երեխա, առնվազն մենք 10-15 մասնագետ պիտի տրամադրենք անհատական աշխատելու համար տվյալ տարիքին, բայց ցավոք չունենք դրա հնարավորությունը, դրա համար առայժմ չենք ընդունում, բայց մնացած դեպքերում 4+-ից արդեն ընդունում ենք, 4+-ից ընդունում ենք, իսկ ամենամեծը երևի 70-ից, որ տատիկներն են լինում, որ մասնակցում են։ Դե տատիկներն էլ երեխաներ են։ Եթե հաշվի առնենք, որ որքան մեծանում ենք, այնքան երեխա ենք դառնում։ Ասեմ, որ նաև հայրիկներն են մասնակցում։ Այո։ Այստեղ նաև հայրիկների համար այսպես լրացում որպես հիմնականում այսպիսի ծրագրերի մասին երբ խոսում ենք, մտածում ենք, որ սրանք միայն աղջիկների համար են, աղջիկ երեխաներին են հետաքրքրում, բայց նաև ժամանակն ու փորձը ցույց են տալիս, որ մեր տղա երեխաներն էլ բավականին լավ մշակույթին մոտ են, արվեստին մոտ են։ Ձեր փորձը ինչ է ասում։ Եթե երեխան մոտ չի, դա կարծում եմ ծնողի սխալն է, անկեղծ ասած, որտեղ լինում է, երբ որ ծնողները գալիս են ամրագրելու, ասում են, իսկ օրինակ մեր խմբում կան տղաներ, ինչ է կարծում, իրենց հետաքրքիր կլինի, թե ոչ, միանշանակ հետաքրքիր կլինի, տղաների համար էլ ունենք զբաղմունքներ կամ անգամ նույն նկարչությունը, տղաներն էլ գլխարկների վրա շատ մեծ հաճույքով գունազարդում են, կամ ունենք կոնստրուկտորներ, որ իրանք հավաքում են, խոհարարական մասին խոսք չկա։ Դա ամենից շատն է իրենց դուր գալիս ու շատ մեծ հաճույքով դա անում են։
Մայրիկը տանը թույլ չի տալիս, չէ։ Շատերը տեղում հասկանում են, որ սխալվել են, որ մտածել են այսպես, շատերն ասում են մենք ենք արգելել ու սխալ ենք, հասկանում ենք, որ դա սխալ է, իսկապես չպիտի այդպես լինի, տարանջատել, հա։ Ես կարծում եմ դա շատ լավ հնարավորություն է հիմա անգամ նրանց համար, ովքեր որ կասկածում են կարելի է, չի կարելի, կարող են գալ ու փորձել, հասկանալ երեխայի նախասիրությունները։ Իսկ առիթների ժամանակ մայրիկի կամ մեծահասակի ներկայացումը պարտադիր է։ Պարտադիր չի, բայց չենք էլ արգելում, իրենք են որոշում։ Լինում է օրինակ գալիս են ասում են կլինի երեխաներին թողնենք, մենք հետո կգանք տորթի արարողությանը կամ վերջում գանք տանենք նայած ծննդյան առիթա թե ուղղակի դասարանական այցա, բոլոր տարբերակներն ընդունում ենք։ Շատ լավ, հիմա ուզում եմ մեր բոլոր ռադիոլսողների ու ռադիոդիտողների համար ավելի փակագծերը բաց խոսենք եւ ներկայացնենք այն բոլոր ծառայությունները, որոնցից կարող են օգտվել այցելելով, եւ այն ծրագրերը, հա, որոնք որ բավականին շատ են, ես որքանով հասցրեցի, այսպես ասած, էջում նայել, մի տեսակ գլխապտույտ էլ առաջացավ, բայց հիմա ինչքան հնարավոր է ներկայացրեք, խնդրում եմ։ Իսկապես մեր ծրագրերը շատ են, դա մարդկանց ինչ որտեղ նաև մոլորության մեջ է գցում։ Շատ վատ է կանում, չեն կարողանում ընտրել։ Այո, դժվարացնում է ընտրությունը, իսկապես դժվարացնում է, բայց ասեմ, որ ունեցել ենք ու ունենք հաճախորդներ, որ իսկապես գտնում են մեզ ու անչափ ուրախանում են, որովհետև իրենք հենց դա են փնտրում։ Այսինքն իրենք չեն ուզում սահմանափակ լինի ինչ-որ։ Հասկանում եք, օրինակ ես ինքս այդպեսի մարդ եմ, ես չեմ սիրում, երբ որ ինձ սահմանափակում են, ու ես ուրախանում եմ, երբ որ ունեմ ընտրության հնարավորություն, ու ես եմ որոշում ինչ վերցնեմ, ինչ քանակի, ինչ ձևի, բայց կա նաև մի կատեգորիա մարդկանց, որ օրինակ իրենք չեն սիրում մտածել, չեն սիրում պրպտել, ու իրանց օրինակ հստակ արժեք է պետք, փաթեթ հասկացողությունը, որը անկեղծ ասեմ, ի սկզբանե մեզ մոտ ընդհանրապես չէինք ցանկանում, որ հնչեր, որովհետև չկա մուտքավճարը, չկա փաթեթ, մենք ցանկանում ենք, որ մարդիկ սկսեն անհատական իրենք ընտրել իրենց համար ինչ պետք է, վճարը միայն դրա համար, բայց շատ հաճախ մենք լսում ենք, ինչ արժի ձեր մոտ մեկ անձը, այսինքն մեկ անձը կարող է արժանա 1000 դրամ, կարող է 5000 դրամ, կարող է 20000 դրամ, ինչի հնարավորություն ունեք ու ինչը ձեզ դուր է գալի ու պետք չի, ես միշտ ասում եմ, պետք չի վերցնել այն, օրինակ, ինչը դուք այս պահին ցանկանում եք, կամ ունեք հնարավորություն, ավելի լավ մի վերցեք, եթե երեխային հետաքրքիր չի։ Եթե ուղղակի պիտի վերցնեք, ավելի լավ է մի վերցրեք։ Այսինքն իրենք պիտի ընտրեն, ցանկալի է, որ այդպես էլ լինի, թե մենյուի ընտրության հարցում, ուղղակի մեր խոհանոց, փոքրիկ խոհանոցը միայն մեզ համար, մեր առիթների համար աշխատում, բայց ամեն դեպքում մենք աշխատում ենք մարդկանց տանել այն ուղղությամբ, որ սկսեն մտածել մի քիչ ու հասկանան, որ դա արվում է անհատական, ոչ թե մտածեն, որ մտել են, վճարել են ու պիտի ամեն ինչը լինի, մենք բացատրում ենք, որ դա արվում է միայն ձեզ համար, սրահում լինելու եք միայն դուք ու ձեզ ինչ որ պետք լինի, մենք միայն դա էլ կապահովենք։ Պետք չի վճարել։ Ամենամեծ ֆիշկան հենց դա է, որ դուք սրահում լինում եք մենակ, որովհետև ձևաչափը, որը մենք ավելի շատ սովոր ենք, հա, երեխաների միջոցառումները կազմակերպելու, միշտ ավելի շատ հոգնեցնում է հենց այդ փաստը, որ սրահում դու մենակ չես, այո, աղմուկ է լինում եւ պետք է ուշադրություն դարձնես ոչ միայն քո երեխաներին, երբեմն նաեւ կողքի երեխաներին, կողքի միջոցառման երեխաներին, որպեսզի այդ անվտանգության կանոնները գոնե պահպանես։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է։ Ծառայությունների մասին մի փոքր ավելի, հա, ընդգրկուն խոսենք։ Ծառայությունները կոնկրետ հիմա մայստեր կլասների մասին եթե խոսենք, մենք աշխատում ենք հիմնականում էկոլոգիապես մաքուր ինչ-որ նյութեր օգտագործել մաքսիմալ, ապահով ոչ սուր գործիքներ, ինչ-որ ամեն ինչ-որ կա, որ ցանկացած տարիքի երեխաներ կարողանան օգտվել, օրինակ անգամ եթե պիցցա են պատրաստում, մենք տալիս ենք մեկ անգամյա օգտագործվող հարմար դանակներ, որ փոքրիկները իրենք կարողանան օրինակ երշիկը կտրատեն կամ խմորի հետ աշխատելուց իրենց չվնասեն կրտնակներ ամեն ինչը համապատասխան որակի ապահովում ենք դա սկսած նաև հագուստից, որը դա պարտադիր մեր համար մեծ նշանակություն ունի, թե մաքրությունը, թե արտաքին տեսքը, թե էսթետիկան ամեն ինչը, որ իրենք աշխատեն։ Մեզ մոտ կա օրինակ նկարչության տարբեր տեսակներ, կավագործությունը կա, մենք ունենք նաև մի շատ նոր հետաքրքիր ծրագիր, որի դեպ ասեմ մայիսի 31-ին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ առաջին անգամ ենք անելու, դա հայկական ավանդական տիկնիկների պատրաստումն է, տիկնիկագործություն, մենք համագործակցում ենք մի քանի կազմակերպությունների հետ ու մեծ սիրով իրենց տրամադրել ենք մեր ստուդիան 31-ին դա կազմակերպելու համար, ովքեր կցանկանան դիմեք մեր գործընկերներին կամ գրեք մեր էջին, կարող եք ամրագրել։ Տեղերն իհարկե սահմանափակ են, դա փորձնական ենք անում ու մեր ավանդույթների համաձայն ծնողների մուտքը անվճար է լինելու, այսինքն կարող է մի երեխան գալ, անգամ հայրիկի հետ միասին, նույն արժեքով իրենք մասնակցել ու զեղչված արժեքներով են լինելու 31-ին բոլոր մայստեր կլասները։
Հրաշալի։ Իսկ մայրիկը, հայրիկը, ծնողը, հա, երբ ուղեկցում է երեխային, օրինակ միջոցառման ժամանակ եւ չի ուզում երեխաներին խանգարի, որովհետեւ որքանով հասկանում իրենց համար շատ կոմֆորտ է, շատ հետաքրքիր է եւ մայրիկի կամ որևէ մեծահասակի միջամտությունը միայն իրեն շեղելու եւ խանգարելու է։ Ունի հնարավորություն մայրիկը այս ընթացքում ինչ-որ բանով զբաղվելու կամ օրինակ սրճելու, որպեսզի եւ երեխային չխանգարի եւ ինքն էլ այդքան շատ այսպես չձանձրանա, հա։ Ունենք իհարկե, եթե օրինակ մայրիկների խումբը մեծ է լինում, հաճախ լինում են նաև իրենք իրենց համար էլ մաստեր-կլաս վերցնում, այսինքն իրենց հետ առանցին մասնագետներ են արդեն աշխատում, իհարկե անկեղծ ասեմ մենք մի քիչ մասնագետների նաև խնդիր ունենք այս պահին, բայց ամեն դեպքում փորձում ենք դա կարգավորել, մարդկանց փորձում ենք տալ հնարավորություն ձուլվել մեր այս միջավայրին, ընտելանալ, հա, մեր պայմաններին։ Մայրիկները կարող են առանցին ինչ-որ մի հատվածում ունենալ իրենց մաստեր-կլասը կամ պարզապես նստել, զրուցել, սրճել, այո, ունեն այդ հնարավորությունը։ Շատ լավ, դուք ձեր խոսքում նշեցիք, որ նաև երեխաները կարող են սնվել, այսինքն մենք ունենք նաև այսպես ասած սննդի փաթեթից օգտվելու հնարավորություն։ Եվ քանի որ ինչպես հաղորդման սկզբում նշեցի, մեր նպատակն է ներկայացնելու առողջ տարբերակը, հա, երեխայի ժամանցի, երեխայի առօրյայի կազմակերպման, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առջևում արձակուրդներն են, մայրիկները անդադ մտածում են ինչով զբաղեցնել երեխաները, ինչպես ժամանցը ապահովել։ Այս սննդի կազմակերպման անվտանգության կանոնների մասին եմ ուզում նաև խոսենք, որովհետև մանավանդ ամռանը սնունդը այսպես մեծ ուշադրություն պահանջող երևույթ է։ Տեսեք, սնունդի պահը մեզ մոտ ինչպես է կազմակերպվում։ Նախ ես ինքս շատ բծախնդիր մարդ եմ, հետևում եմ ամեն ինչին։ Ձեզ մոտ շատ մաքուր էր ինչքանով որ ես առաջին հայացքից նկատեցի։ Ասեմ, դա մեծ խնդիր է։ Անկեղծ աշխատանքի ընթացքում առաջացնում ինձ հետ աշխատելը շատ բարդ է, շատ դժվար։ Ես խոստովանում եմ դա։ Դրա համար մի քիչ նաև կադրերի հարցում ենք շատ դժվարանում, բայց ովքեր որ կան օգնում են, մեր հիմնականում անկեղծ ասեմ դա ավելի շատ է տվյալ պահին ընտանեկան բիզնես է։ Դրա համար կարողանում ենք մաքսիմալ որակնել ամեն ինչը ապահովել, մենք ինքներս ենք անում։ Ընտանեկան սրտացավություն ամեն դեպքում։ Բոլորին շատ անկեղծ ասեմ դուր գալիս մեր կուխնյան, ասում եմ ոնց որ տնավարի հաց լինի, սենց ամեն ինչը, հա, չափը բաժինները մեծ, ամեն ձևով, որտեվ ոնց որ ասած սենց հոգով սրտով արվում։ Ու ես որ սիրում եմ, ես ինքս սիրում եմ համով ուտել։ Հետո չի սիրում։ Չգիտեմ, մարդը ուղղակի կարող է եւ ասի, ուղղակի ուտելիք, բայց իմ համար շատ կարևոր է ուտելիքի որակը, մաքրությունը ամեն ինչ, ու դրան շատ խստորեն հետևում ենք, որ ուտելիքը լինի բարձրակարգ, ու մեզ մոտ տվյալ պահին չի լինում, որ օրինակ մենք ամենօրյա ֆորմատով անկեղծ ասեմ հիմա նաեւ չենք էլ աշխատում, դրա համար հատուկ ամեն մի խմբի համար հստակ պատվիրվում է ուտելիքը, պատրաստվում է նույն օրը մի քանի ժամ առաջ, այսինքն բոլոր սանիտարական նորմերին համապատասխան։ Մեզ մոտ չի լինում, օրինակ լինում ասում են գանք տեղում պատվիրենք, մենք ասում ենք ցավոք չի, հնարավոր չի, պարզապես մենք միայն ձեր համար ենք դա պատրաստելու։ Դուք ձեզ պետք է կողքից նայեք, թե ինչպես են ձեր աչքերը փայլում եւ ինչպիսի ոգևորություն է գալիս, երբ դուք խոսում եք կենտրոնի մասին, երբ դուք խոսում եք ձեր աշխատանքի մասին։ Իսկ ցանկացած պարագայում ժամանակը, փորձը եւ այսպես ասած դեպքերը իսկապես ապացուցում են, որ ցանկացած բան երբ արվում է սիրով ու նվիրումով, անհնար է որ չհաջողի։ Բացառվում է նման բան։ Այս դեպքում ավելի քան պարզ է, թե ինչու է կարճ ժամանակահատվածում այդքան մեծ պահանջարկ եւ սեր վայելում։ Եթե համեմատենք, որ նորաստեղծ բիզնես ենք, փոքր բիզնես, գալիս է մեզ մոտ անկեղծ ասած բարձր ստատուսով շատ մարդիկ, որ հասկանում են սկսում են քեզ վստահել։ Չնայած անկեղծ սկզբում ասում են, գիտեք, ձեր մասին չենք լսել, բայց ձեր էջը շատ մեծ վստահություն է ներշնչում, կամ որ գալիս են սրա կամ հեռախոսով, երբ որ զանգահարում են, ասում են, վստահություն եք ներշնչում։ Ու սկսում են վստահել ու դա շատ ուրախացնում է իսկապես։ Հիմա բոլորի կարևոր հարցը, այսպես զգում եմ, թե ինչ են ուզում, հա, ռադիոլսողները, ռադիոդիտողները լսել։ Ինչպես կարող են ձեզ գտնել, ինչպես կապի դուրս գալ, սոցիալական հարթակներում որքանով եք հասանելի եւ ինչպես կարող են ձեզ գրել ու արդեն հետագա, այսպես ասած, պայմանավորվածություններ ձեռք բերել։ Հասանելի ենք Instagram-ում, Facebook-ում, հեռախոսի համարը նշված է, գտնվում ենք կինոհայրենիքում, Գարեգին Նեշտե 25 հասցեում, Երևան մոլի հարևանությամբ։ Ոչ հեռու, հենց Խաչմերուկի մոտ ճանապարհի եզրին ենք, հեռու չենք, չգիտեմ ինչու շատերը գալիս են անցնում են մեր կողքից, ասում են չնկատեցինք, բայց ցուցանակը ինչքան որ այս պահին հնարավորություն ունենք ցուցանակներ փակցնելու, ցույց տալու, ամեն դեպքում նոր ենք, քիչ-քիչ ենք շարժվում, ոնց որ ասած ավելի մեծ գովազդի հնարավորություն քիչ ավելի ուշ երևի կունենանք, ամեն դեպքում երևացող տեղ ենք։ Ինչպես գտնել ձեզ սոցհարթակներում? Sweetland Kids Bakery ընտանեկան արտ ստուդիա։
Շատ լավ, եւ որպես ամփոփում այսօրվա մեր զրույցի, ուզում եմ կարևոր 3 չափանիշ ու սկզբունք առանձնացնեք, որպեսզի յուրաքանչյուր այս պահին դիտող ծնող, չեմ ուզում առանձնացնել մայրիկներին ու հայրիկներին, յուրաքանչյուր մեզ դիտող մեծահասակ որոշի, որ հունիսի 1-ի եւ առհասարակ երեխայի կարևոր ու լիարժեք լիցքաթափման համար ամենալավ տարբերակը ձեզ մոտ լինելն է։ Նախ որ իրենք հնարավորություն են ընտրելու ցանկացած ծրագիր, որը կհետաքրքրի երեխային, այն որ իրենք եթե ցանկանան երեխայի հետ ժամանակ անցկасնել, կարող են գտնվել մեզ մոտ։ Եթե ունեն կարևոր գործեր, որ մտածում են երեխան պետք է լինի ապահով տեղ ու հետաքրքրությամբ ինչ-որ բանով զբաղված, կարող են թողնել երեխային ու գնալ, ու մենք հիմա փորձում ենք աշխատենք ստեղծենք ունենանք այն հնարավորությունները, որ կարողանանք ամենօրյա ֆորմատով աշխատել, ոչ թե միայն խմբեր, որովհետև վերջին ժամանակներս մեզ շատ են զանգահարում, խնդրում, որ օրինակ 1-2 երեխայի բերեն, բայց քանի որ մենք խմբերի ենք ընդունում ու մեր ֆորմատը նայա, որ ոչ մեկը մյուսին չխանգարի, խմբի հետ բնականաբար 1 երեխայի մենք չենք կարողանում ընդունենք, բայց մեր նպատակը նա է, որ ունենանք այդ հնարավորություն, մի քիչ տարածքային խնդիրներ, մի քիչ տարածք ընդլայնելու Հուսով եմ կունենանք հնարավորություն, որ խմբերը իրենց համար առանցին զոնա ունենան, անհատական պարամունքները, զբաղմունքներ իրենց ու առիթից օգտվելով նշեմ, որ ամառային արձակուրդներին նաև պլանավորում ենք ունենալ մանկական խոհարարական դպրոց, ուսուցողական ու եթե ունենք տվյալ պահին միաժամանցային ծրագրերը, հասկանում ենք, որ շատերը հարցնում են, իսկ կարող են գալ սովորել։ Սկզբում մի քիչ շատ էինք մտածում, բայց երբ որ սկսեցին արդեն ավելի շատ հարցնել, հասկացանք, որ նաև դրա կարիքը կա։ Ծրագրերը ունենք, հուսով եմ, մենք հունիսին կկարողանանք արդեն մեկնարկը անել 10+ տարեկան երեխաների համար, գոնե որ տարական բաներ իրենք սովորեն խոհանոցում անել, թխել, ձևավորել, պատրաստել։ Փաստորեն պահանջարկը ստիպում է, որ առաջարկն նաև ձևավորվի։ Շուտ պահանջներ, այո։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, բավական հետաքրքիր ու լեցուն զրույց էր եւ շատ մեծ հույս ունեմ, որ մեզ դիտող յուրաքանչյուր մայրիկ այստեղ ուզում եմ առանձնացնել, որովհետեւ հիմնականում ուզենք թե չուզենք երեխայի ժամանցով հենց մայրիկներն են զբաղվում ու հետաքրքրվում, իրեն հուզող հարցերի պատասխաններն էլ գտավ, այն նոր ու հետաքրքիր տարբերակը, երբ երեխան անընդհատ ասում է՝ «Մի նոր տեղ գնանք», սրա պատասխանը եւս գտավ։ Սա կարող ենք ասել մեր հաղորդման հաջողությունը կլինի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար, Տաթևյան։ Սիրելի ռադիո լսողներ ու ռադիո դիտողներ, ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ հիշեցնել, որ զրուցակիցս ընտանեկան արտ ստուդիոյի հիմնադիր տնօրեն Սաթենիկ Մկրտչյանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, հաջողություն։